Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում է Գյումրի շոու հաղորդաշարը եւ այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, դերասան, Գյումրու պապ Սամվել Գրիգորյանը։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան ջան։ Բարև Խաչիկ ջան։ Իշխես։ Որսեմ շատ լավ եմ, լավ չէ, բայց փառք Աստծո։ Մեր համար շատ մեծ պատիվ է քեզպես տաղանդավոր մարդուն ընդունել մեր հաղորդմանը հյուր։ Շնորհակալ եմ, որ չմեջեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Պարոն Գրիգորյան ջան, կուզեմ սկսենք մեր հարցերը։ Այ ինչ եղավ, որ որոշեցիք հենց դերասան դառնալը։ Գիտեք, շատ հետաքրքիր է, ամենամեծ մեղավորը իհարկե իմ ուսուցչուհին էր ֆրանսերենի, Տիկին Ավետիսյանը, Տիկին Կոզետը։ Ինքը ինձ հեղափոխեց դպրոցական տարիներին, ասում էր, որ դու դերասան պետք է դառնաս, դու գիտես, որ մի բան շատ ասում են, դու էլ սկսում ես գնալ իր հետևից։ Եվ շնորհակալ եմ Տիկին Ավետիսյանին, իմ լավագույն դասատուներից մեկին, որը ինձ ուղղորդեց դեպի թատրոն։ Եվ դրանից հետո մտքիս մեջ կար, արդեն տրամադրված էի, գնացի, ավարտեցի Երևան թատերական ստուդիան, առաջին եւ վերջի շրջանավարտն եւ դրանից հետո ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Դա 72-73 թվականներն են։ Եվ ուրախ եմ, որ նաև ընդունվեցի մի տաղանդավոր ռեժիսորի կուրսում, դա ՍՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Ղափրանյանի կուրսն եմ ավարտել։ 520 հոգի դիմորդ կար եւ 520 հոգի դիմորդից ընդունվեցինք 12 հոգի։ Եվ 12-ը էլ ավարտել ենք։ Իհարկե կուրսի շատ մարդիկ հիմա չկան, ոչ բոլորն են դերասան աշխատում։ Եվ կարևորը, որ տաղանդավոր ընկերոջ Սամվել Սարգսյանի կուրսից եմ եղել, ինքն էլ մեր կուրսից էր եւ ինքը հիմա լուսահոգի է, դերասան Սամվել Սարգսյան։ Աստված օգնի լուսավորի։ Եվ դրանից հետո ավարտեցի եւ դրամատիկում էինք ուսանող տարիներին, ինձ Հրաչյա Ղափրանյանի Նիկիտիչի թատրոնում, որ հետագայում կոչվեց իր անունով։ Եվ դրանից հետո Գրիգոր Մկրտչյանը, տաղանդավորագույն ռեժիսոր, ասեց Սամվել չգնանք Գյումրի։ Ասի գնացինք Գրիգորյանի հետ։ Եվ ես եկա Գյումրի ու չեմ փոշմանե, շատ տաղանդավոր մարդկանց հետ եմ աշխատել, շատ Գրիգոր Մկրտչյան, Երվան Բրազանցյան։ Իսկ այ ձեր ընտանիքի անդամները ինչ ընդունեցին այդ փաստը։ Նորմալ, գիտեք, 10 երեխա ենք մենք եւ իմ որոշումը ընդունվեց ցնծությամբ, միաձայն եւ Գյումրի, անբացատրելի Գյումրի։ Հետո ասեցի, որ Երևան Խաչատուրի Զարոհյան, ամից հետո Խորեն Աբրահամյան, Ալբերտ Մկրտչյան եւ ազում այլ ռեժիսորներ եւ նաեւ Հակոբ Ղազանչյան։ Մի խոսքով, ես գոհ եմ Աստծուց, որ ընտրեց այդ ճանապարհը եւ հատկապես որ եկա Գյումրի դրամատիկական ամենահին թատրոնը Հայաստանի Հանրապետության։ Պարոն Գրիգորյան ջան, մենք էլ ենք Աստծուց գոհ ենք, որ մեզի տվել է ձեր նման շատ տաղանդավոր դերասան։ Այ պարոն Գրիգորյան, մեր համար շատ հետաքրքիր է, էլի, կուզեմ որ ձեր փորձերից պատմեք որոշ զավեշտալի դրվագներ,
վստահ եմ որ շատ կերնի։ Շատ Հումորային կան, բայց դրվագներ։ բաներ կա, որ ես մի բան եմ հիշում, խաղում ենք գնամների արյուսիրեմ, տաղանդավորագույն դերասաններից մեկը Արզո Նիկոլաևիչը խաղում էր իմ հարևանը, իր հարևանի կինը Մանյա Կարապետյանը դարձյալ ժողովրդական արտիստ եւ կինը վաստակավոր արտիստ հանրապետության։ Մի խոսքով, շատ հետաքրքիր է, գնամերի արյուսիրեմ ներկայացումը խաղացինք 480 անգամ։ Ներկայացումներից մեկի ժամանակ ասացի, որ Մանյա Կարապետյանը Արզո Նիկոլաևիչի կինն էր։ Ինքը մի քիչ գեր էր, որպես կին, բայց ես իրանց մամա պապա էի ասում, որտեղ այդ Դավիթի դերը խաղալուց, այսինքն հարևանի տղան, այդպես մնաց իմ մեջ, չէի ասում, ես ջաջա, այլ ասում էի մաջան, պաջան, մեր հարևաններին ոնց ավագները լքել էին, գնացել էին, իրենք մենակ էին ապրում, եւ ես իրենց տեր կանգնեցի ինչպես բեմադրության մեջ եւ հետագայում էլ կյանքում ես հուղարկավորեցի իրենց եւ շնորհակալ եմ ասել, որ այդ տեսակ մարդկանց հետ ենք խաղացել։ Ամեն անգամ ներկայացման մեջ գնամ մեր արյուսիրեմ ներկայացման մեջ մի տեսարան կա, որ ես չոքած եմ Արզո Նիկոլաևիչի դիմաց եւ ինքը սկսեց ծիծաղել։ Ծիծաղելուց էլ ինքը միշտ բեղերը կպցնում էր, բռնում էր բեղերը։ Ինչ է Տարոն հայրիկ դերի անունն էր իր։ Ասեց ինձ նայ։ Ուրեմն շուռ եկա որ տեսնեմ մի հատ ուրեմն բան մորն է ցույց տալիս անհանգի շարժումներ է անում։ Եվ այդ պահին որ ես նայեցի իրեն, մի հատ ոնց որ պարաշուտ մեծ պարաշուտ, այն որ պարաշուտիստը իջնում է եւ այդ բանը պես հավաքվելով կա։ Տրուսիկի ռեզինը կտրվել էր Մանյա Կարապետյանի եւ այդ պարաշուտը այդպես իջավ բեմի հատակին։ Հիմա նա մոլորված կանգնած է, Արզո Նիկոլաևիչը ծիծաղում է, ես չեմ իմանում ինչ անեմ։ Մեկ պահին մտածում էի, որ ասում էի Աստված ջան, հանկարծ վերև չքաշի։ Հա, բայց ժողովուրդը ինչ կիստ Գյումրի հանդիսատեսան բացատրելի է։ Հասկացել էին, տեսել էին այդ ամեն ինչը, բայց այն որ իրենք դա չվերածեցին ծիծաղի եւ բանի, այլ ինչ որ համբերատար սպասեին թե լավ վերջին ինչ պետք է լինի։ Եվ այդ պահին Մանյա Կարապետյանը ուրեմն բանը շենքեց այդ բանը, այսինքն ոտքը գցեց այն կողմ, դուրս եկավ այդ պարաշուտը այդպես մնաց այդտեղ ու ինքը գնաց դուրս, ինքը չի անում, ինքը գնաց դուրս, ես Արզո Նիկոլաևիչին ասի, Տարոն հայրիկ, ես մի հատ պարաշուտը տանեմ, դուրս գամ, ծիծաղ այդտեղ նոր Պավլիչը քանդվեց, ես եկա տրուսիկ էսպես այդ պարաշուտ տրուսիկը հավաքեցի, դուրս եկանք ուրիշ, բայց չեմ կարող մտնել, վերել եմ Մանյան ծիծաղում է, ասում է, ես էլ ասում եմ, այ Մաջան, ես եւ այդպես պարաշուտը տարա դուրս։ Դա գնամերի արյուսիրեմ ներկայացման ժամանակ է։ Շատ հետաքրքիր էր, գիտես իրենց հետ շփվելը, մի այնպես չի որ բանը անընդհատ մենք ասում ենք հինը, բա հինը ինչ որ տեսել ենք այդ պետք է ասենք։ Հինը պետք է գնահատվի, հանի վրա ինչ կարող ես դու անել, այ դու եթե կարող ես շարունակի վերև բարձացի եւ արա այն ինչ որ նրանք չեն հասցրել կամ չեն կարողացել։ Բայց դեռ այդպիսի բան ես չեմ տեսել, չեմ էլ նկատել, այնպես որ փառք մեծերին, փառք մեր մեծերին, փառք, ինքան կուզենայի, որ ես հաղորդաշարի մեջ նաև ասեի, լուսահոգիներ անբացատրելի Ժան Արկադիևնա, Նինա Բոխյան, Արուս Ասրյան, Արուս Անձնաուրյան, որ մեկին ասեմ, չգիտեմ, Հովհաննես Ղազազյան, Կարո Սարգսյան, չգիտեմ անբացատրելի, Չոլախյան, Լևոն Աբրահամյան, մի խոսքով մեծեր Ժաննա Թովմասյան եւ այդպես շարունակական Արզո Նիկոլաևիչ,
Արզու Արզումանյան, այն վիճալից Արզու Արզումանյանը եւ Ադրբեջանի ժողովրդական արտիստեր եւ Հայաստանի, որտեղ իրենք Բաքվից էին եկել։ Եվ այդպես հետագայում շփվեցինք շատ մեծամեծների հետ եւ ես իմ կյանքից գոհ եմ, շնորհակալ եմ Աստծուն, որ այդ պարգևը տվել էին, որ ես կարողացել եմ այդքան մարդկանց հետ շփվել, սովորել իրենցից, Խորեն Աբրահամյանից, Ալբերտ Մկրտչյանից, Գրիգոր Մկրտչյանից եւ բազում եւ աշխարհի երջանիկն եմ նաեւ, որ ես այդ ժամանակ նաեւ թատրոնի տնօրենն եմ 11 տարի եղա թատրոնի տնօրեն, 2 տարի գարստական ղեկավարը, տնօրեն եւ այդ ընթացքում ասեմ, որ շատ ինքան բաներ են զավեշտալի տեղի ունեցել, բայց չեմ ուզենա շատ բան հիշել, ես ուղղակի ուզում եմ շատ լավ հիշեմ, օրինակ մի անգամ բանը Ղազանչյան Երևան Խաչատուրիչը փորձ էր անում, խաչիկին էր լետվել, ջղել խաչիկին։ Սավ խաչիկ մտի, սավ ընչի ջուրը տակցել է, հետաշկի, շատ հետաշկիր գույներ կային, հիմա գույների պակաս կա, թե Գյումրիում, թե Հանրապետությունում։ Հայ հարց մեր անցած հյուրից, Հրաչ Մովսիսյանից, ինչ խես։ Դավը մերնություն, դու ինչ խես։ Ես էլ եմ լավ։ Այ ինչ հարց կուզենայիք տալ մեր հաջորդ հյուրին։ Հաջորդ հյուրին։ Չգիտեմ ով է լինելու, բայց այնքան կուզենայի հարցնեի, թե ինքը գոհ է այնինչին, որ ինքը հասել է։ Եվ ուրախ է, որ եթե Գյումրիից է, եթե Գյումրիում է ապրում, եթե թատրոնից է, այնքան կուզենայի ասել, դու ուրախ ես, որ այս թատրոնում ես, այս հրաշք պատմական մեծ պապ թատրոնում։ Ես վստահ եմ, որ ինքը հաստատ ուրախ կլինի, ով էլ եղնի մեր հաջորդ հյուրը, դիք բոլորի համար մեծ պատիվ է մեր թատրոնում, հա։ Խաչիկ ջան, ես քեզ ինչքան որ շփվել եմ կյանքում, ես հասկացել եմ, որ դու բարի մարդ ես։ Այնքան կուզենայի, որ բոլորը բարյանային եւ միմյանց նկատմամբ բայրացկամ լինեին, չար չլինեին, մի խոսքով սիրեին մարդկանց, այնպես դու ես սիրում։ Հարկավոր է մարդկանց սիրել, սիրո պակաս կա մեր կյանքում հիմա։ Այ պարոն Գրիգորյան։ Հիմա սկսել եմ կներես ավելի շատ կենտանիների սիրել, քան մարդկանց, այդ չեմ հասկանում։ Ուզեմ հասկանամ, բայց երևի կգա մի պահ, որ իհարկե կենտանիները պետք սիրել, բայց մարդուն սիրելը շատ կարևոր եմ համարում։ Այ պարոն Գրիգորյան, շատերը գիտեն քեզի մենակ որպես դերասան, բայց ես եմ, որ պարոն Գրիգորյանը եղել է իմ ռեժիսորը, ես խաղացել եմ իր ներկայացումների մեջ, ամանորյա ներկայացումների մեջ ենք խաղացել։ Այո, Երանի այդ տարին է։ Այո, Որ հեռախոսս կորա։ Այո, Այդ ժամանակ չկար էս միջային հեռախոսները աղջիկ սեր ուղարկե Ֆրանսիայից տատևս եւ գողացան երեխեքը այդպես չգիտան։ Վերջում չկդա։ Չէ։ Կտանք տեղը որտեղ էր քարերի մեջ բան, բայց երկամանական կետը կորավ։ Ոչինչ, դա էլ է հիշողություն։ Այդ էլ է հիշողություն։ Ոչինչ որ զրկվեցինք այդ։ Չէ, ուղղակի ինձ համար շատ թանկ էր, որ նախ չկար այդպիսի հեռախոս։ Երկրորդն էլ թանկ էր, որտեղ աղջիկս էր ուղարկե Ֆրանսիայից տատևս։ Թե չէ ինչ էր, ամենք ինքան կորուստներ են ունենում կյանքում։ Այդ պարոն Գրիգորյան ջան, դուք նաև շատ լավ ասմունք եք, կուզեմ որ ինչ ասմունք նվիրես մեր Գյումրեցի, ոչ միայն Գյումրեցի, բոլոր հետևորդներին, ովքեր որ նայելու են այս տեսանյութը։ Բայց չգիտեմ ինչ անը։
Լավ է ելնեմ գնամ տան փողոցին դուրս կամ հավաքեմ հարգս նույն այդ փողոցներից, սակայն ինչի գնամ, եթե դրա կարիք չունեմ։ Եվ իմ ձեռքերով, իմ զույգ աչքերի համար բամբի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում ու ճակատասեղմելով մտածում եմ, թե ինչ անեմ հիմա։ Ջղայնացած հազում ազատում եմ աչքերս ճաղերից տասնամատյա, թող որ ապրեն ազատում են վնաս տվել։ Եվ այսքան իսկույն շամպես վազում դեմ դիմացի պատու ցանկապատին թաքցված հայտերն ու ազդագրերը հոտոտում են շամպես, որ ինձ օգնեն իմ երեկոն մի տեղ վաճառելու, մի թատրոնի կամ թե մի համերգի տոմսով։ Հաճիկ, բայց երբ ժամանակ լինի ասելով չէր, որ անցավ մեր կյանքը, մինչդեռ այս վայրկյանից ժամանակի դիժվածք և գործի սով, և իմ ներսի ձայնը խաղաղությամբ մի բութ սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպես, որ ես քիչ եմ մնում հեյ, գոռամ, նախրապանի նման կամ հովվի պես, բայց իմ հոտ ու նախրի մտքովն անգամ չանցնի, թե անտեր են իրենք, հեյ կանչելն անշուշտ նույնպես գործ է, բայց ես հո չեմ կարող անվերջ հեյ կանչել, ուրիշ գործ եմ ուզում, իսկ ինչ, էդ էլ գուցե Աստված գիտի, լրիվ չասեմ էլի, աստեղծություն։ Սիրելի հետևորդներ, շարունակում ենք Գյումրի շոու հաղորդաշարը, հիշեցնենք, որ մեր հյուրն է Սամվել Գրիգորյանը։ Այդ պարոն Գրիգորյան, ձեր բազում կերտած կերպարներից բերեք խոսանք այս ամենավերջի կերպարից, Սուրբը 3 ֆիլմում նկարահանված Գյուշ Սամոյի կերպարից։ Այդ կուզեի ձեր կարծիք այդ կերպարի մասին մի երկու բառով ներկայացնեիք։ Գիտեք, վերջի կերպարը ես օրինակ կասեի թատրոնը ուրիշ է, անկեղծ թատրոնն ուրիշ է, և իմ վերջի դերը եղել է լուսահոգի Կոլյա Ծատուրյանի 3 անունով մի աղջիկ, Ուիլի Տիտի Ջիկ ու 3-ն էլ մի աղջիկ, այդ ներկայացման մեջ ես բարմենն էի խաղում, այդ սրճարանի տերը և իմ վերջի դերը դա եղել։ Ես Սուրբից բացի նաև նկարահանվել եմ Արարատ 73-ում, նկարահանվել եմ Գողություն հայկական ձևով և Ես գիտեմ շատ կերպարներ եք ինձ համար զարմանալի առաջարկ էր, որ ես ճիշտ ասած գող խաղացել էի բեմում, Գողգոգի, բայց չէի խաղացել ֆիլմում և շնորհակալ եմ Աստծուն, որ նաև ես խաղացի Գիշ Սամոյի դերը, գող, օրենքով գող, չնայած այդպես չեն ասում, իմ ասում չկա այդպիսի բան, և ինձ համար շատ կարևոր կերպար էր, ես նրան ճշմարտություն եմ ընդունում, ճշմարտությունը, և ուրախ եմ, որ նաև Մովսիսյան Հարութի հետ էր իմ կտորներից մեկը, որի համար էլի շնորհակալ եմ Աստծուն, որտեղ Հարութին Մովսիսյան վաղուց չէի հանդիպել։ Եվ այդ գողը խաղաց, ինձ համար շատ կարևոր դեր էր։ Չգիտեմ ինչպես ստացվեց, դարձյալ դավաճանություն կա այդ ֆիլմում, դավաճանության պատճառով ինձ սպանում են իրենց, սպանում են շատ դաժան ձևով, տանում են նստած և գլխիս և ես այնքան կուզենայի, որ շուտ չկրակեին ինձ, ես կուզենայի քիչ երկար, թողեք ապրեմ, Էդ էր հարց չան, թե չէ հետաքրքիր դեր էր ամենայնտեղս և ռեժիսորներ էր հետաքրքիր, ընդհանրապես հետաքրքիր էր նաև խումբը, դերասանական կազմը, բոլոր աշխատողները, բոլոր ծառայությունները հրաշքին։ Հրաշալի օրեր էին, խոսքով, շատ իհարկե երկար դեր չէր, կարճ դեր էր, բայց հիշողությանս մեջ մնաց։ Եվ հիշողությանս մեջ մնացել է նաև սիրելի Սաղմի, իմ այդ կտորը,
1840 թիվ, 1840 թիվ, գումայրի և դա էլ է մնացել իմ հիշողության մեջ, որտեղ շատ սիրեցի այդ դերը։ Ճիշտ ասած, ես սերիալներ չեմ նայել։ Չէ, ինքը սիրելի Սամին, եթե չես նայում հետաքրքիր է։ Ես էլ սերիալներում շատ չեմ խաղում, բայց ամենայն դեպս ինձ համար շատ կարևոր դեր էր, շատ ստացված, նույնիսկ ժողովրդի արձագանքից եմ ես ուղղակի գնահատում նաև այդ ներկայացում, որտեղ շատ են հարցրել, թե դա շարունակություն ունենալու է, թե չէ, այսինքն հավանել են, որ ուզում են նաև շարունակությունը լինի։ Այդ պարոն Գրիգորյան, կուզեմ որ մի քանի մատ Լեննագանի բարբառով ասած անեկդոտ պատմեք։ Բարի անեկդոտ չպատմեմ էլի, անեկդոտ պատմելու հիչ տրամադրություն չունեմ, գիտես ինչի ասեմ, ցավոք սրտի Գյումրիի հումորը իր մեջ ունի փիլիսոփայություն, հասկանում ես, շատ անբացատրելի է, դու զգացել ես, որ Գյումրիում բոլոր անեկդոտները ոնց որ մարդը ինքն իրան ձեռ առնի, ինքն իր վրա է անում ամեն ինչը։ Օրինակ, հիշում եմ մեր ուրախ Գյումրին, որը խաղացինք 1001 ներկայացում աշխարհի տարբեր քաղաքներում եւ աշխարհի տարբեր երկրներում, այդ դա է մնացել իմ հիշողության մեջ, որտեղ չկար այն ժամանակ, հիմա ոնց որ ասում են ռաչի քլայբը, չգիտեմ ինչ բան, մեր որ քլայբը կար, այդ քլայբի մասնակիցները նույնիսկ չէին ծնվել։ Այդ հետաքրքիր տարիներ էին, ինձ համար շատ թանկ, որտեղ ուրախ Գյումրին առաջիններից մեկն էր, որ այսօրվա ասած այդ քլայբը, այդ հումորի տունը, որ ինձ համար շատ թանկ էր։ Հիշում եմ բանում գնացինք Սիրիայում էինք խաղում, Հալեպում, Հալեպից հետո գնացինք Դամասկոս, մեզ հրավիրեցին Դամասկոս, այն ժամանակ երկրորդ քաղաքն էր, հետո դառավ Դամասկոսը մայրաքաղաք, առաջ Հալեպն էր։ Այնտեղ մեզ հրավիրել էր Դաշնակցական կուսակցությունը։ Դաշնակցական կուսակցությունը հրավիրել էր եւ շատ հետաքրքիր կին էր այդ կուսակցության ղեկավարը, խոշոր մարմնով, խոշոր աչքերով, ուղղակի այսպես շատ խոշոր աչքերով եւ մեզ հրավիրեց խաղացինք այնտեղ Դամասկոսում շոկ աղավոր խաղալուց հետո չենք ուզում խոսենք, բայց երբ որ դուրս եկանք Մալոյան Գագիկը թորս էր խաղում դեմբոդևոն ծառի տակը չոկած էր այդ ջրի մեջ կորած այդ կինը մոտեցավ ասեց ինչ աղավոր կխաղայք բան ասեց ուր է այն բանը աբուշը հա դեբիլ ասիտավոն հա դևոն ախմախ ուրա սիտա ծառի տակ ինքն եմ դերի սենցանում որ չտեսնի էլի մի ասա խնդրում շոկ հոգնած մի խոսքով սիտա ծառի տակը նստած է ու բաց աման անելով գնաց դեպի Գագոն աման ինք որ աման ասեց այս հրտիրները երկու խոշոր աչքերս պես իրարից հեռացան ոնց բան է այս հրտիրները հեռանալով պես կամած մոտեցավ ու Գագոն էլ բոյով տոշտի գնում էր այս հրտիրների արանք բոյը չես խնդրում ընկա հիմա պատկերացրու շոկոր եւ Գագոին գրգեց աման ու սկսեց սիրել ինչ աղավոր կխաղայր իմ ախմախս հետո նայ որ Գագոյի ոտերը արդեն չի ընդարգում իրեն թուլացել է դու մի ասա տեղ վակուում է տեղի ունեցել բանի հրտիրների արանքը ու ինքը այդ վակուումից խեղդվում է տիգին բան հենց որ տիգին մարդը մեռնում է խնդրում եմ բաց թող որ բաց թողոց հրտիրները հեռեցան իրարից ու Գագոն շլապում գավ
Գավ գետին ու չի կարող շնչել, ասում հա գա Սուսան սա ֆրիխեխտվե նա սա մեկ վարգյան մեր մնա ես ստեղ խեղտվե պարազիտ ստեղ խեղտվե հետո էր Գյումրին ինչ դիսեր ուր դեղ մերան ինչիս մերան Գերեզմանի դե ցերտիները կնկարեն կակուճան այդ ամենազավեշտալի պատմություններ այդ շոկորվան այն սիրո որը որպես հանդիսական շատ սիրելով կարող էր մարդ սպանել դեսեր այդպես սպանել շատը միշտ վտանգավոր է սեր լինի ինչ լինի ապելություն լինի միշտ վտանգավոր է դրա համար չափի մեջ պետք է լինի մարդ Հաչիկ ջան չափավոր սերն էլ չափավոր ապելությունը չափավոր Իսկ ուրիշ էլ ինչ հումորային դրվագներ կհիշեք Մնաք մի անգամ ուրախ Գյումրի էինք խաղում այդ չգիտեմ գյուղերից արտիկի գյուղերից մեկում էր ժանկլուբ բաները կլուբները ակումբները շատ բանա սարսափելի վիճակի մեջ էին օրինակ միտեղ խաղացինք այդ գյուղի ակումբի այդ որտեղ որ մենք փոխվում ենք այդ սենյակի հատակը քանդված էր ու այնքան խորն էր մենք հազիվ այդ 2-3 տախտակի վրա այդտեղ փոխվեցինք մի խոսքով հիմա սապոկներն էլ իմ շատ դժվարությամբ էր ելնում ոտքիցս այդ պահին որ քաշեցին որ դժվարությամբ ելնում էր ներվային վիճակ այդ մարդը մեկը նա դուրը տկ ներս վրա բարև ձեզի բարև ես սապոկներս եմ անում սա դուք ինչ կենեք որ ցերեկների տրնիրով կենեք իրիգունները կխաղաք Իհա սա ես ձեզի տելևիզորով տեսել եմ Սիվիշ տելևիզոր Ձերն ինչ տելևիզոր է սա հորիզոն սիհա հորիզոնով ցույց են տվել այդ ներվին եմ մի անգամ հիշում եմ Արցվանի գյուղում էինք Գաղափանի երկրաշարժից հետո էր գնացինք ուրախ Գյումրի խաղալու գնացինք այնտեղ ուրախ Գյումրի խաղալու եւ նախքան է գյուղի նախագահան ելույթ ունեցավ ինքը չենք լսում ենք մեր սենյակն են ելույթ ունեցավ խոսքով ելույթ ունեցավ մեզ ասին որ պատրաստենք կարող եք սկսել եւ մենք ինչ արինք եկան սկսեցինք խաղում ենք ոչ մի ժպիտ ոչ մի ծիծաղ ոչ մի ռեակցիա էլ փոխում ենք բարբարով Գյումրի բարբարը փոխում ենք իրանց բարբարով լորվա բարբարով մի խոսքով ինչ բարբարով խոսում ենք քար լրություն Բարձավ ասինք տղեկ ես բացառիկ դեպք ես ինչ era մեկ էլ այդ պահին մենք որ արդեն այդ խոսակցություններ կնում թե տղեկ ես սարմանալի բան է այդ պահին մեկ մի հատ տղա դուրս էցավ ես ծեր ցավը տանեմ բան եկա չասկսալ խավնել է շատ ասում եմ չի չեք ծիծաղում դու ասեց մերնիմ ջանիդ այդ ելույթ սկզբից նախագահան մեր ելույթ ունեցավ սա իրանք երկրաշարժ տեսած մարդիկ են մեկը խնդացել է գյուղից կվդարեն մեկը չենք խնդում որ մեզի չվդարի այդպես ելույթ էր ունեցել որ չխնդակ հանգարց իրանք տխուրեն իրանք երկրաշարժի գոտուցեն այդպես զավեշտալի բաներ են Այ պարոն Գրիգորյան ջան գիտեմ որ շատ նոր դերասաններ եք կերտել ու կուզեմ ձեր կրտած դերասաններից այն ամենը տաղանդավորներին անդրադառնալ Մերեմ ջան ես քեզ ասեմ որ շատ տաղանդավոր երիտասարդություն կա շատ ու ես աշխարհի հպարտներից մեկն եմ շատ շնորհալի մեր երկու Արսենները Սաղաթելյան եւ Միքայելյան Ջեման Ադամյան Լիլիթը դրանից հետո Գայանեն դու որ մեկին ասեմ Մերեմ ջան այդ նոր եկած սերունդից Սարգիսը շատ շնորհալի տաղանդավոր Սոֆուրս Սոֆին զարմացրեց ինձ իր վերջի դերով
զարմացրեց շատ շարմով դերասանու է։ Ուզում ասեմ շատ շնորհալի մարդիկ են, բայց ես հպարտ եմ նաև իմ ուսանողներով, որոնք որ Հայաստանի տարբեր բնակավարներում են հիմա երկարվեստի տարբեր ճյուղերում են, մեկը կինո է նկարում են, մյուսը դերասան է կինոյում են, մյուսը չգիտեմ հաղորդավար են, մյուսը բազում հպարտ է, բայց ամենահպարտը ես հպարտ եմ Լուդվիգի համար, Ես սպասեի գեդան։ Լուդվիգիս համար եւ ուրախ եմ Տիգրան Գաբյանից համար, ուրախ եմ Հասմիկ Սուարյանի համար, մի խոսքով ուրախ եմ իրենց բոլորի համար, որ իրենք դեռ տանում են եւ այնպես է անում Հարությունյան Լուդվիգը, որ երիտասարդությունը շատ զբաղվի, շատ կարևոր բան է։ Եվ մեր շնորհալի երիտասարդները հիմա զբաղված են եւ ուրախ եմ։ Մի խոսքով չերկարացնեմ, շատ եմ հավանում մեր տաղանդավոր եկող սերունդին։ Այն մեր փորձերի ժամանակ հիշեք Արսեն Սաղաթելյանը կմասնակցեր, Լուդվիգ Հարությունյանը կմասնակցեր, ելով կար այնտեղ։ Երանի տարին է։ Շատ լավ տարին է։ Ամիջականության ինչ նվիրում կա։ Չէ, մեր թատրոնի, որ ասում ենք, թատրոնը մեր քաղաքը բացառիկ է իր նվիրումով։ Բացառիկ։ Բոլոր բնակավարները բացառիկ։ Ես կհիշեմ այ ներկայացման ժամանակ, ու ոչ միայն ներկայացման փորձերի ժամանակ, Լուդվիգ Հարությունյանն ուրախ ծաղրածու այս վիճակով 40 րոպե կայներ գա առանց շարժվելու, առանց միմիկա փոխելու, դիք շնորհքով տաղանդավոր մարդու բաղվածք է։ Ուրախ եմ նաև թատրոնում Ադելինայիս ներկայության համար, որ ինքը կա թատրոնում եւ շատ կարեւոր գործ է անում, շատ կարեւոր։ Մի խոսքով որևէ մեկի անունը կարող եմ մոռանալ, դրա համար ես սիրում եմ երիտասարդներին եւ հավատում եմ իրենց։ Իսկ ինչ մնում է բանը, ես Քրիստոսի երկրորդ խաչելությունն եմ շատ հիշում։ Հա, Մոնոլյոսը։ Հա, հրաշք էր։ Հիշում ես ով են խաղում։ Աղասը, Ամալյան, Աշտուրի տղան, Էդգարը, հա, Էդգարը, Ամալյան, Վարդուին, Գրիգորը, Գրիգորը, այլ է շատ շնորհալի տղա, Երևանում է կարծեմ նրանք, Երևանում են մեծ մասը, իմ ուսանողները, բայց գիտես ինչ, ես բոլորը եկոմ դենենք թատրոնը շատ լավ վիճակում է, հպարտ եմ, ուրախ եմ, ներկայացումներ բան, տասված որ այդ ջինջությունը, որ մենք տեսնում ենք թատրոնում, ինչ կա, այդ ջինջությունը տեսնենք նա մեր քաղաքում, մեր երկրում, շատ կարևոր է։ Այ պարոն Գրիգորյան ջան, հենց այս այն դենց տեղին եկանք այդ հարցին ասանք, այ ինչ ունիք ասելու մեջ Գյումրեցի նոր սերունդին։ Հեռախոս քիչ նայեք, շատ կաշտացեք, բայց գիրք, կարող հիմար բան եմ ասում, ձեզ համար, բայց գիրք կարդալը շատ կարևոր եմ համար, հեռախոսը լավ բան է, բայց դե չէ, եթե կարող եք կտրվեք հեռախոսից, դա ձեզ կօգնի լավ ընտանիք ունենալու, եթե լսեք ինձ, եթե հավատակ իմ ասացին, նախաճիք չեմ։ Շատ ճիշտ բան գսեք։ Չէ, իրոք։ Միանշանակ, ուղղակի նոր սերունդը դաժե գիրքը հեռախոսով կարդան։ Գիտեմ, ես կյանքում չեմ կարող, եթե որևէ բան տեքստ է լինում, ես տպել եմ տալիս, որտեղ անկեղծ կապված չեմ ես հեռախոսի հետ։ Երևի մեր սերունդի առավելությունը, մեծ առավելությունը նաև դրանում է, չնայած որ բոլոր ուրիշները կարող են ասել, որ դա ամենամեծ թերությունն է մեր սերունդի, որ հեռախոսի հետ այդքան կապված չենք, բայց ես գտնում եմ, որ ինչ լավ է, որ կապված չենք։
Ես սիրում եմ, որ մարդուն ինքանի մարմինը շփում Դե է, իրական շփումը այդպես միշտ սեր ուրիշ է լինի, էլի։ ոչ թե հերախոսով սեր։ Մի հեռախոսով իրար հետ կծանոթանան, կսիրարվին, Հերախոսով էլ կամուսնան։ հեռախոսով է կամուսնան։ Չէ, դի կարճ կտևը մերն։ Հազվագյուտ մարդիկ, հազվադեպ մարդիկ կարող է լինեն, որ երջանիկ լինեն այդ կապով։ Ծանոթանալ ընդունում եմ, ծանոթացան, բայց շփումը շատ կարևոր է մնում։ Մենք չպետք է հեռանանք ընտանիքից, մենք պիտի գնանք դեպի ընտանիք, խաչիկ ջան, ընտանիք, ամենակարևոր ընտանիքն է։ Ինչ են Գյումրիում հպարտանում, Գյումրիով հպարտանում, որտեղ Գյումրիի ընտանիքները դեռ պապանողական ինչ-որ բաներ ունեն, հասկանում ես պահած, չսվաղված, չշեղված, ինքան կուզենայի, որ այ երիտասարդությանը նաև ցանկանում եմ, որ ընտանիք կազմեք ու լավ ընտանիքներ ունենաք։ Շատ կա, որպեսզի մենք հանգիստ գլուխներս վար դնենք։ Հասկանալի չէ։ Կսեմ ընտանիքն է կարևոր, մերն ցեզի։ Ամենակարևոր ընտանիքն է։ Ընտանիքը մեր երկրի, մեր պետության, մեր չգիտեմ, ամեն ինչի հիմքն է։ Սիրեք ձեր ընտանիքը եւ սիրով ընտանիքներ ստեղծեք։ Մնացած ամեն ինչ կլինի։ Եթե ձեր շնորհքը տերն է, ամեն ինչ կլինի։ Մեզ որ ընտանիքից շատ եմ ես խոսում, բայց ընտանիքը կարևոր է։ Ահա որ կարևոր է խաչ։ Ընտանիք։ Եվ հետո շատ մեծ հուշեր արթնացան։ Սազիսում։ Շատ բայր են, նորմալ, սիրուն, խաղաղություն կա այստեղ։ Այս սերի ջնջոցը, ամեն ինչ։ Այդ կուզենք շնորհակալություն հայտնենք Օազիս սրճարանին, այս հրաշք տաղավարը մեզի տրամադրելու համար, որպեսզի անդրադառնանք մեր Գյումրուն ու գյումրեցիներին։ Ես էլ ուզում եմ մեր գյումրեցիներին Գյումրուն ցանկանամ, որ պահեն են խասիբը նամուսը գերատային ինչ որ ունեն, որտեղ շատ կարևոր է։ Ազնիվ եղեք միմյանց նկատմամբ, ուրիշ բան չունեմ ասել։ Պարոն Գրիգորյան ջան, ում կցանկանաք, որպեսզի մյուս յուրը հրավիրենք հենց իրեն։ Ես բան չեմ կարող ասել, բայց որ թատրոնից ենք խոսում եւ թատրոնից, օրինակ կուզենայի Հավիզենյան Լուդվիգին հրավիրել։ Նա իսկական գյումրեցու ծոռ է իմիջիալից։ Չեմ ասի, բաները չեմ բացի, իմ ծոռն է։ Բայց կուզենայի, որ Հարությունյան Լուդվիգը։ Ես գիտեմ Թատրոնից ում էլ կանչեք, ես գոկելն եմ։ Չէ, ներող կլներ խաչ ջան, որ ես ասի, որ շատ անեկդոտներ ինչ որ պատմեմ, մեռնեմ ջան։ Կուզես մի շատ կարևոր բան ասեմ, երբ որ մենք ուսանողներին տանում էինք Երևան քննության, Սոս Արտաշեսին, մեր բացյային Սոս Սարգսյանին լավ գիտես։ Նա միշտ ուզում էր օգնել գյումրեցիներին եւ միշտ ասում էր. լավ, մի հատ անեկդոտ, պատմի Գյումրվա, պատմում են, երբեմն լսում էի, որ հարիշ չէ, էլի մեզ այդպիսի անեկդոտ պատմել է, հասկանում ես։ Եվ մյուս տարի, երբ որ տարա ուսանողներին, ասի Սոս Արտաշեսից մի խնդրանք ունեմ, անեկդոտ պատմել չտաս։ Մենք չենք եկել անեկդոտ պատմելու, մենք եկել ենք քննություն տալու։ Հետո ես գիտեի, որ ինքը օգնելու համար էր դա անում, որ մարիշ լավ անեկդոտը պատմեց կամ դա, ու այդպես էլ հարց չտվեց, չասեց մի հատ անեկդոտ պատմի։ Մենք խնդծնող չենք, էլի, մենք կարող է ծիծաղեցնում ենք, այդպես խնդծնող չենք, էլի, հասկանում ես, իսկ անեկդոտները մեծամասնությամբ պատմում են, որ խնդծնեն, չնայած հիմի ավելի հեշտացել է, կարևոր չէ խնդած չէ, զապիս կտնեն, խնդալու զապիս։ Իսկ ես տարիներ առաջ հիշում եմ ուրախ Գյումրու ժամանակ, ասում էի Աստված չանի էր, պետք է ծիծաղն ու ծապերը դատարի, որ խոսենք։ Իսկ հիմա մերն էլ ջանի։
Սապիս են դնում։ Ձայնագրություն։ Դեռ խնդա, կուզես դու խնդա, կուզես մի խնդա, խնդալը դրած է, ծապերն են դնում։ Այդպիսի վիճակի հասանք, դրա համար չի ուզենա, որ այդպես լինի։ Այդ ամիջական, մնաք 84-85 թվականի, որ Գյումրին, ուրախ Գյումրին մենք արդեն սկսեցինք խաղալ 88, չես պատկերացնում, չաժոտաժ, ոչ թե ծնված ես։ 90 Մերնեմ չանիք, քեզնի դուլը ծնված չէ, ժդից 5 տարի հետո ես ծնվել։ Դրա համար եմ ասում, երբ որ առաջի վիդեոն արեցին, և լուսահոգի ով մի քեզ Յուրի Վարդանյանը և Փայլակը Ամերիկայից եկան նկարեցին, երբ որ մենք գնացինք Ամերիկա, չես պատկերացնում, Ամերիկայում ես տեսնում էին, ասում են հայ, ասում մեզի ճանճել է, դու միս հայը բարևն է, խնդում ես, հետո որ գնացինք Ամերիկա, առաջի անգամ Մալոյան գարդոն սավ Սոմել էր օշեստր, իշպոն իմպրտնի ավտոք, երբ այդեղ ինչ պգեղներ ուրիշ ավտոք Ամերիկայում։ Մի խոսքով անեկդոտի մասին էի խոսում, ենքան կուզենայի, որ մենք մեր դեպքը չկորսնենք, ես Գյումրին շատ եմ սիրում, ես տարածքից եմ հասկանում ես, և Գյումրին լրիվ ուրիշ է, իրա հոգով, իրա սրտով, իրա ջիգարով, ամեն ինչով, իրա նվիրումով, իրա թասիբով, իրա նամուսով, պես չի ուզենա, որ խառնվեր իրար, ամեն ինչ ինչպես խառնվում է, շատ ժամանակ, այդ կուզենայի ցանկանայի բոլորին։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան Ես ջան։ եմ շնորհակալ, Շատ ուրախ ենք Գյումրեցիներ ջան, ներնեմ ձեզի, լավ եղեք։ Լավ եղեք, Աստված բոլորիդ բաբաներնի։ Պարոն Գրիգորյան ջան, շնորհակալություն, որ եկաք մեզի հյուր։ Ցանկանամ գծեզի կանաչ ճանապարհ, նորանոր բեմեր, նորանոր կերպարներ։ Ես եմ շնորհակալ Խաչիկ ջան, չնայած մեզ դժվարությամբ եկա, գիտես, դրա համար ներողություն եմ խնդրում, որտեղ քանի ամիս է իր ասում սրա մասին, բայց ասիլ գնամ Խաչիկին չնեղացնեմ եւ ինչ չնեղացնեմ առաջ։ Շնորհակալ եմ։